Փաստորեն պատարագի տեքստը աղավաղելը կապված է ոչ միայն վեհափառի եւ թեմի առաջնորդի անունների զեղչելու հետ, այլ նաեւ կենացները քաղցրանում են։ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է պատարագի խորհուրդ խորին շարականը սկսելուց առաջ պատարագը սկսել Հայաստանի Հանրապետության օրհներգով եւ տալիս է իր, այսպես ասած, ճակերտների մեջ բացատրությունը։ Խնդրեմ։ Սուրբ եւ ամա պատարագից առաջ Հայաստանի ցավակելական սուրբ եկեղեցիներում հնչի Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Պատարագի տեքստում Հայաստանի ցավակելական սուրբ եկեղեցու մի այսպիսի հատված կա եւ դրանով մեկնարկում են քահանաները ըստ էության պատարագը, ասում է հետեւյալը. խորհուրդ խորին անհասանելի անսկիզբ, որ անմատույց լույսի արագաստում եղող քո վերին պետությունը հրեվների դասը գերապանց парքով զարդարեցիր։ Մենք խոսք ենք վերին պետության մասին։ Վերին պետության մասին եւ պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարտանագրի կապը վերին եւ ներքին պետությունների միջեւ։ Հիմա հարց 10 եպիսկոպոսներին։ Դուք հաշտեք սրա հետ։ Ես սրան էլ բան չունեմ ասելու։ Նախ անցած Կիրակի օրվանից, անցած Կիրակի օրվանից սկսած ամբողջությամբ ինչ կատարվում է եկեղեցու հետ կապված, ինչ անում են, ինչպես պղծում են, ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է։ Ձեր մեջ մարդիկ կային, ովքեր ասում էին քահանաներին, ինչպես կարելի է նկարվել պատարագի ընթացքում, ինչպես կարելի է պղծել պատարագը։ Քահանան ոչ մի բան չէր արել։ Հիմա դուք հաշտեք սրա հետ, ոնց որ հասկանում եմ հաշտեք, գիտեք ինչի, որովհետև շահ ունեք եւ վախ ունեք։ Իսկ սրան ընդհանրապես մի բան կասեմ։ Եթե ուզում ես վերին եւ ներքին պետությունների մեջ կապ լինի, թող եկեղեցու հետ կապած քո բոլոր պղծությունները աղոթի, որպեսզի եկեղեցին եւ երկնային պետության եւ վերին պետության միջեւ կապ լինի։ Դուք եք պղծում եւ դուք եք հերվածնում վերին եւ ներքին պետությունները իրարից։